Լեցիկ մեր գավեր, այսօր մեր հյուրերն է կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանը, վտարում։ Եվ դե ինչ անեմ, ամեն անգամ սխալ են գրում, Հարություն Մեսրոպյանն է շեշտում է, որ ազգանունը խրում է։ Եվ քաղաքագետ Իվան Բոզարյանը։ Մենք հիմա տեսակ շատ մեկային։ Էրեք ձեզ էինք ես սպասում։ Ասում չև չգար, չենք սկսել։ Դարագացում։ Առանց տնողներին բացանիք։ Մի դավից դարձի չենք սկսել։ Եկավ սկսեցին։ Լավ, նախագահական ընտրությունները Երեխեք սուս եք էլի։ Պետք է քաղաքական դաշտում, քաղաքական հասարակական դաշտում որոշակի հստակություն լինի, բայց ոնց որ տեսնում եք, այսպես լողոզված ճարտարային վիճակը եւ շարունակում է եւ հստակություն չի մտնում։ Համենայն դեպս վերլուծություններ կան, որ որոշումները կայացվում են դրսում, եթե ոչ ուրիշների ձեռք վապոններով, մերոնք էլ որոշումը կայացվում են դրսում։ Թեպետ այս գործընթացի մեջ այնպես ներկայացեց, որ Գագիկ Ծառուկյանը կարծես թե մասնակցություն չունի, թվում է թե երկու հստակ ուժեր են, ուժերի մեջ է պայքար գնալու ԲՀԿ, ՀԱԿ-ը որոշակիորեն ստվերվում էր, ակտիվություն պետք է նկատեինք ընտրությունների մոտ, բայց դա տեղի չունեցավ։ Ինչով եք այս ողջ իրավիճակը բացատրում, ինչու հստակություն քաղաքական դաշտում չի մտնում, որտեղ ժամանակը արդեն մոտենում է, եթե իշին նախորդ ընտրություններ, ապա վաղուց սեպտեմբերից արդեն պարզ է թե, չէ, ում մեջ է լինելու, ով է առաջադրվելու, բայց այդ իրավիճակը չմոտեցեք, այս իրավիճակը շարունակվում, ինչու, ով է սկսում, խնդրեմ։ Ոչ հստակ իրավիճակը և անորոշությունները գալիս են նրանից, որ մեզ մոտ դասական իմաստով չկա քաղաքական դաշտ, դասական իմաստով չկան քաղաքական կուսակցություններ, մենք պետք է հասկանանք, որ քաղաքական կուսակցությունները մեզանում պետք է ասոցացվել քաղաքականության հետ, իսկ որևէ կուսակցություն Հայաստանում քաղաքականության հետ որպես կանոն կապ չունեն, ավելի շատ գործ ունեն կոնյունկտուրայի և հետաքրքիր, չակերտավոր հետաքրքիր իրադարձությունները սկսում են ընտրություններից առաջ, առավել ևս երբ գալիս է նախագահական ընտրությունները և սկսվում է պարզ առևտուր, երբ ցանկացած քաղաքական ուժ, ինչքան մոտիկանում է ընտրության օրը, աշխատում է այնպիսի քայլեր անել, որ իր գինը բարձրանա և որպեսզի ինքը ավելի թանկ վաճառվի։ Բայց քայլերի բացակայություն ենք ավելի շատ տեսնում։ Ինչի բացակայություն։ Քաղաքական ուժերի կողմից քայլերի բացակայություն։ Ճիշտ է, բայց դուք տեսնում եք ինտրիգների ավելացում։ Ինտրիգը բերում է նրան, որ հասարակությունը, ինչ-որ այլ կողմեր մտածում են այս կամ այն ուժը ինչ դիրքորոշում կունենա և դրանով իրենց գինը սկսում է բարձրանալ, որովհետև միանգամից սկսում է կարևորվել, եթե այս ուժը այս ճամբարում չի լինի, մյուս ճամբարում կլինի, ապա դասակարգումը կլինի այլ ուրիշ թեկնածուներ կլինեն, թե ոչ, և դա ինտրիգը ինքը միշտ դեռ հին ժամանակներից դա գին բարձրացնելու ձև է, որովհետև դու միանգամից դառնում ես նշանակալից, դու քանի չես կողմորոշվել, դու նշանակալից ես, քանի հենց դու կողմորոշում ես, արդեն ամեն ինչ պարզ է և գինը սկսում է բարձրանալ այն ուժերի, որոնք դեռ կողմորոշված չեն։ Սա գալիս է ասելու նրան, որ մենք չունենք հենց դասական իմաստով քաղաքական դաշտ և մեր կուսակցությունները լավագույն դեպքում անձերի շուրջ են, իսկ վատագույն դեպքում անգամ անձեր էլ եթե կարկառում չկան, ուրեմն ինչ-որ կոնյունկտուրային առևտուրի շուրջ։ Իսկ ինչ ավելի կոնկրետ քաղաքական ուժերն, դաշտում դրված, ես չեմ տեսնում 3-4 հանրապետական բարգավաճ, ՀԱԿ, այս կամ այն կերպ և ձեր թվարկված ուժերը այսպես թե այնպես եղել են իշխանության գլխին և այն ժամանակ, երբ այս կամ այն ուժը եղել է իշխանության գլխին, նույնպես մենք դժգոհ էինք։ Հիմա խնդիրը մենակ կայանում է նրանում, որ մի կողմից ուզում են հին դժգոհներից, ում մենք դժգոհ ենք գան իշխանության, որ նորից վերհիշենք այն դժգոհությունները, որոնք կային։
ես նորից եմ կրկնում, ուժ կոչեցյալը մեզ մոտ շատ պայմանական է։ Ստեղ խոսքը գնում է շատ ավելի այլ շահերի, ոչ քաղաքական, այլ ավելի շատ ֆինանսական, տնտեսական, անձնական եւ Բարգավաճը լիարժեք իշխանություն չի ունեցել, ժառանգությունը երբևէ իշխանության չի եղել։ Ինչի եք այդպես ընդհանուր սրած ասում ուժերի մասին։ Ես նորից եմ կրկնում, որ մեր իշխանությունները անձերով է որոշվում եւ հետեւաբար ամեն մի կուսակցություն անձերով ներկայացված է եղել այն իշխանության կետերում, որտեղ ընդունվում են քաղաքական որոշումներ պետության մակարդակում։ Հետևաբար մեզ մոտ բոլոր ուժերը այս կամ այն ձևաչափով եղել են իշխանության մեջ, իսկ երբ դուք ասում եք, որ այս կամ այն ուժը ուղղակի իշխանություն իր ձեռքը չի ունեցել, բարի, բայց այն ժամանակին չի համագործակցել, ինչի քաղաքական պաշտոններ են ունեցել այդ ուժերի ներկայացուցիչները, եւ մենք ճիշտն ասած 91 թվականից չենք կարող վերհիշել ինչ որ փայլատակող մի ժամանակահատված, երբ այս կամ այն ուժի ներկայացուցիչները ունեցել են քաղաքական պաշտոններ։ Չկա նման տնտեսական աճ եկեք բաժանենք, թվաբանական աճ, թե որակական։ Միշտ մինչ այդ արձանագրված տնտեսական աճերը ոչ մի որակական աճ իր մեջ չեն պարունակել, քանի որ կամ շինարարությունն է ուռճացել, կամ ադամանդագործությունը, իսկ հետո շատ արագ այս ամեն ինչը բլել է։ Հետևաբար որակական դիվերսիֆիկացված տնտեսության իմաստով մենք երբևիցե աճ չենք ունեցել։ Չի անորոշություն։ Ասեմ, որ եթե մենք հիշենք վերջի 20 տարվա պատմությունը, ապա մենք 1996 թվականից, ապա ուշադիր հետևելով կտեսնենք, որ 96 թվականին ասենք ըստ էության վերջում մոտավորապես վերջի ամսում պարզ երևաց, որ այն ժամանակվա գործող նախագահն ունի ռեալ ըստ էության դիմախոս իրենից Վազգեն Մանուկյանից։ Վերջի ամսում Վազգեն Մանուկյանը դարձավ ռեալ լիդեր։ 98 թվականին մոտավորապես նույն վիճակն էր, 2003 թվականին հիշում եք, որ մենք խոսում էինք, որ Վազգեն Մանուկյանը կար արդեն որպես ընդդիմություն, ուղղակի կոնսոլիդացիա մնացած բոլոր ուժերի։ Վազգեն Մանուկյանը կար, բայց ընդհանրապես 2 ամիս առաջ ոչ մեկ լուրջ չէր հավատում, որ Վազգեն Մանուկյանը կարող էր դառնալ լուրջ օպոնենտ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Վերջի ամսվա մեջ միանգամից զենագնդի էֆեկտ աշխատեց։ Նույնը կարելի ասել 98 թվականին ոչ մեկի համար ոչ ոք չէր սպասում, որ խաղի մեջ կմտներ Կարեն Դերբեջյանը։ 2003 թվականին բոլորը հիշում եք, որ բոլորը խոսում են, ով է լինելու հիմնական ընդդիմախոսը։ Արտաշես Գեղարյանը թե Ստեփան Դեմիրճյանը, այսինքն այդ ինտրիգը կար եւ նույնիսկ այդ ինտրիգը նախընտրական կամպանիայում երբ արդեն պաշտոնապես սկսված էր, նույնիսկ այդ ժամանակ դա պարզ չէր, թե ով է երկրորդ տեղը կամ առաջի տեղը գրավելու՝ Ստեփան Դեմիրճյանը թե Արտաշես Գեղարյանը։ 2008 թվականի նախագահական ընտրություններից առաջ դուք հիշում եք, որ սեպտեմբերին Լևոն Տեր-Պետրոսյանը խոսեց, բայց բոլորը գուշակում էին, կդնի թե չի դնի։ Ոնց որ ասենք, նույնիսկ ասենք հոկտեմբեր, նոյեմբեր մի պահ եղավ, երբ որ արդեն բեկում մտավ, արդեն այո, հոկտեմբերին, նոյեմբերին պարզ եղավ, որ ինքը կդնի արդեն, որտեղ ինքը բացատրեց, որ իր կողմնակիցներին պարտորեն ձերբակալեցին դրան։ Ես ուզում ասեմ, որ փաստացի կարելի ասել, որ 2013 թվականի նախագահական ընտրությունների նախընտրական այս վիճակը ըստ էության շատ չի տարբերում մյուս նախընտրական իրավիճակներից, այլ խնդիր է, որ ամեն մի ժամանակաշրջան ունի իր սպეციფიկ ինտրիգը։ Այսօրվա ինտրիգն կայանում է հենց իսկապես կանգնած է այսպես Բարգավաճ Հայաստան կուսակցության կողքը, որովհետև բոլորն հասկանում են, որ Բարգավաճ Հայաստանի կուսակցության որոշումը կարող է որոշակի բեկումնային դեր կատարել քաղաքական դաշտում, որտեղ ըստ էության ինքը դրանից կախված կլինի քաղաքական դասավորությունը, եւ դրա համար բոլորը անհամբեր սպասում են, թե ինչ որոշում է կայացնելու Բարգավաճ Հայաստան կուսակցությունը։ Սա է կարծում եմ, որ ըստ էության այս գլխավոր ինտրիգը այսօրվա այս նախընտրական արշավի, իսկ ինչ վերաբերում է անվերջությամբ, ապա ցավոք սրտի ես համաձայն եմ իմ գոլեգայի հետ, որ հարաբերս քաղաքական համակարգը Հայաստանում կայացած չէ, ցավոք սրտի բոլորը կոնսոլիդացում են անձերի շուրջ, եւ դա եւս վկայում է այն մասին, որ պետք է իսկապես քաղաքական համակարգում լուրջ փոփոխություններ կատարել, արմատական փոփոխություններ կատարել, որտեղ վերջին 20 տարիների քաղաքական զարգացումները Հայաստանում ցույց տվեցին, որ դե ֆակտո քաղաքական ինստիտուտները ֆորմալ են զարգանում, ռեալ զարգացում չկա եւ մենք անընդհատ խոսում ենք, որ անձերն են որոշում, անձերի շուրջ են կոնսոլիդացիաները գնում։ Սա եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ այսօր իսկապես լուրջ փոփոխություններ են պետք քաղաքական համակարգում։ Իսկ դուք լուրջ համաձայն եք, որ դա իսկապես բարգավաճ որոշումից է կախված։
Ես ճիշտ ասած, քանի որ իմ խոսքում ասեցի, որ առանձին կուսակցություն մեզ մոտ առանձին ուժ չի ներկայացնում, դրա համար այս կամ այն կուսակցության դիրքորոշումը ինձ համար եւ ընդհանրապես ապագա Հայաստանի համար ոչ մի նշանակություն չունի։ Եվ ես ուզում եմ մի բան էլ ավելացնեմ, դուք ուշադրություն դարձրեք, որ իմ գոլեգան երբ բերում էր այդ օրինակները, ինքը բերում էր անձերի օրինակները եւ մի խոսք չասվեց եւ երևի այդպես էլ կա, չասվեց, որ այս կամ այն անձը ինչ ապագա է բերելու Հայաստանին։ Ինձ մոտ տպավորություն է ստեղծվում, որ 4 տարի մեկ, 5 տարի մեկ մեզ մոտ օլիմպիական խաղեր են եւ հետաքրքիր է ով կդառնա չեմպիոն։ Իսկ ինչ կլինի այդ չեմպիոնությունից հետո, ինչպես կփոխվի Հայաստանը։ Ոգևորվենք ու ուզենան այդ չեմպիոնի նման։ Այդքան բան պաշտոնի իմաստով կարող է, բայց ծրագրի իմաստով, Հայաստանի ապագայի իմաստով ընդհանրապես սրտ ցավություն էլ չի զգացվում։ Ուղղակի հիմա ամենտեղ քննարկվում է, որ ազգանունը կլինի առաջինը։ Ինձ համար դա օլիմպիական մրցախաղ է։ Եվս մեկ անգամ փաստում եք այն մասին, որ այսօրվա արկա քաղաքական համակարգը իրեն թույլ չի տալիս զարգացնել քաղաքական ինստիտուտները եւ անձերն են որոշում, եւ եթե անձերն են որոշում, եթե մենք ազգանուններ պետք է ընտրենք, ապա իսկապես ազգանունների մրցակցությունը շատ մարդկանց համար անհետաքրքիր է դառնում։ Այդ մենք պետք է ըստ էության պետք է փոփոխություններ մտցնենք հենց քաղաքական համակարգի մեջ, որպեսզի այդ անձերի դերը իսկապես նվազի։ Ես կարծում եմ, որ իսկապես ժամանակը հասունացել է Հայաստանում, որ իսկապես մենք այնպիսի փոփոխություններ գնանք, որպեսզի տեխնացուները առաջարկեն այնպիսի տեսիքներ, այնպիսի ծրագրեր, որը տեսանելի լինի եւ հասարակ մարդու համար, եւ այն մարդը, որ քիչ թե շատ ավելի լուրջ է մտածում, որովհետեւ ըստ էության դրա անհրաժեշտությունը արդեն հասունացել է։ Ինչով եք պայմանավորում հայկի լրությունը եւ բաժանավաճի լրությունը։ Գին բարձրացնելն էլ է Իմիտացիան զգելու, գինը բարձրացնելու, թե ինչի հետ է պայմանավորվում, եք պատասխանացեք։ Դուք արդեն պատասխանեցիք։ Ինչքան ինտրիգը երկար տևի, ինչքան այդ ինտրիգի հանգուցալուծման օրը մոտիկ լինի նախագահական ընտրության օրը, իհարկե օրենսդրության սահմաններով, որտեղ ինչ որ ժամանակ հետո դու պետք է անպայման ներկայացված լինես որպես տեխնացու։ Այնքան գինը կբարձրանա, վերջի օրերին բնական է ինչ որ հաշվարկներից ելնելով չկոնվորոշվածների, պաշտոնապես չկոնվորոշվածների գինը կբարձրանա։ Իսկ այն ինչ դուք ասում եք միշտ կոնկրետ ասա այն իմաստով, որ անուններ տամ կուսակցությունների, իրանք ինձ համար կուսակցություններ չեն։ Անուններ տամ, չտամ, ես չգիտեմ, իրանց հետ կապել որ ապագա։ Մի փոքր հարց, Մի բան կուզենամ ավելացնել, ընդհանրապես այդ որ դուք ասում եք ուշացնում են, հա։ Ի վերջո բացի Ռաֆայել Հովհաննիսյանից ոչ մեկ դեռ չի հայտարարել, որ այսպես է։ Դե Սերժ Սարգսյանը չի հայտարարել, դու պաշտոնապես այդպեսի բան չկա, այսինքն անձնական տեսակետներ շատ կան, որ իրենց կարծիքով մենք կարծում ենք, որ սա պետք է լինի, լավ պետք է լինի, դուք հիշեք, որ ակում են մարդիկ կամ որ ասում են Պետրոսյանն ունի, ԲՀԿ-ն կարող Ծառուկյանը, Հանրապետականն էլ ասում են, որ մենք բնականաբար համարում ենք, բայց պաշտոնական մակարդակով դե որտեղ ինքը գործող նախագահ է։ Քանի որ գործող նախագահան չի կարող ասել, գիտեք ինչ, ես եկեք տեխնացիոն չառաջարկեմ, թող բանը հարևան Պողոսը առաջարկի տեխնացիոն։ Այսինքն իր համար շատ ավելի հստակ է պարզ է, բայց ֆորմալ իմաստով այդ առաջադրումները չեն եղել։ Քանի որ այդ առաջադրումները չեն եղել, ես չեմ ուզենա այստեղ ինչ-որ ինտրիգներ տեսնեմ, դա տակտիկայի ստրատեգիայի խնդիր է, եւ իմ կարծիքով բավականին տրամաբանական է։ Նույն ասենք 96 թվականին հիշում ենք, որ նույն Վազգեն Մանուկյանը վերջին 1.5 ամսվա մեջ որոշում կայացրեց եւ դրեց եւ կոնսոլիդացիան գնաց, այսինքն ձեռնագնդի էֆեկտը աշխատեց։ Ուրեմն ասեմ, որ այստեղ շատ խոր ինտրիգներ մանգալ, իհարկե ամեն ինչի մեջ կարելի է բանգալ ինտրիգներ, սակայն Հայաստանի տրադիցիան այդպեսին է, վատը թե լավ է դա պաստառում եւ հարկից Լևոն Տեր-Պետրոսյանի Վարգավաճի Ծառուկյանի առաջադրումը բերի ունենա այն ինչ որ եղավ 90 թվականին, դուք հիշեք Հայաստանի, քանի որ Հայաստանի սահմանադրության համաձայն փաստացի միակ քաղաքական պաշտոնը դա նախագահի պաշտոնը, ցավոք սրտի այսօրվա սահմանադրության իմաստը այդպեսին է, եւ իսկապես այդ պետք է փոխել, որպեսզի անձի գործոնը իսկապես թուլանա, քանի որ նախագահի ինստիտուտն է հիմնական համարվում, Հայաստանի ժողովուրդ համարվում է նախագահի ինստիտուտով փոխելով հնարավոր է ինչ-որ բան փոխել, ապա ցավոք սրտի այդպիսի վիճակ է եւ դրա համար ասկեն սա է խնդրեմը։ Ես կներեք ուղղակի մի բան ավելացնեմ։
այո, զուտ ֆորմալ իմաստով ճիշտ է ասում, որ նախագահն է ամենակարևոր պաշտոնը, բայց երկրորդ մասը, որ ասեց բան փոխի, ես ճիշտ ասած թվարկված ազգանունների մեջ, որ բանը ոնց են ուզում փոխելու, ես չեմ հասկանում։ Այնինչ ես ասում եմ, մենք քաղաքական ուժերը ծրագրերի հետ ոչ մի առնչություն չունեն, ապագայի հետ ոչ մի առնչություն չունեն, ուղղակի ստեղ խոսքը գնում է լոտո այս ազգանունը կլինի, թե չէ, իսկ ապագայի իմաստով Հայաստանի այս վիճակից հանելու մեթոդների իմաստով ոչ մի տարբերություն ես չեմ տեսնում։ Եթե ավելի կոնկրետ իմիտացիա, որ պայմանավորվել են դաշտը այսպես լղոզերով պահել մինչև իրենց համար հարմար պահ եւ հարմար տեխնոլոգիային, անցկացնել թե գինը բարձրացնելու պահն է, որ ամեն մեկը երկուսը ձգում են գինը բարձրացնել։ Երկուսն միասին։ Կարելի իհարկե ամեն ինչ կարելի առևտրով հաշվարկել, իհարկե Հայաստանում նեգատիվ մթնոլորտ դոմինանտային դեր է կատարում, այսինքն ընդհանրապես ես դա ընդունում եմ, որ այդպիսի վիճակ է, դա լավ չէ, որ այդպես է, սակայն եթե մենք այդպես ձևակերպենք, ամբողջ աշխարհում էլ այդպիսի առևտուր կա, ցավոք սրտի եմ ասում իհարկե, որտեղ քաղաքականությունը իր մեջ այդ առևտրային էլեմենտը պարունակում է։ Այլ խնդիրը ես համաձայն եմ, որ իսկապես ծրագրերի առկայությունը անհրաժեշտ է, տեսիքների անհրաժեշտ է շատ առկայություն, օրինակ ես մի օրինակ բերեմ, երբ որ Սահակաշվիլին գալիս էր իշխանության Վրաստանում, ինքը բերում էր իր մեջ մի նոր ոգեղենություն, որ ինքը առաջարկում էր արևմտյան պրոյեկտ իրականացնել Վրաստանում եւ մասամբ նա իրականացրեց։ Նույն վրացական երազանքի այսօրվա լիդերը Լիզինա Իվանիշվիլին պաստորեն ինքը նույն իդեան, նույն երազանքը փորձում է իրականացնել։ Հայաստանում ցավոք սրտի այդպիսի պրոյեկտներ այդքան էլ զարգացած չեն, ես համաձայն եմ կոլեգայից 96 թվականից անընդհատ աշխատել է ընդդեմի գաղափարը, որ այդքան էլ լավ չէ, եւ ես կարծում եմ, որ իսկապես ես ուզեի, որ այս ընտրությունները տարբերվեն մյուս ընտրություններից նրանով, որ ոչ այնքան ընդդեմի գաղափար լիներ, ոչ որքան սեփական ալենտրանքային ծրագիր առաջարկելու գաղափարներ, որովհետև դա ավելի առողջ է հասարակության պետության զարգացման իմաստով, եւ որ դա իսկապես այդ կոնսոլիդացիան շատ ավելի առողջ գաղափարների շուրջ կոնսոլիդացիա կարող է լինել, քան հակառակը։ Այսինքն, մինչև 2015 թվական, մինչև 2017 թվական, սրա շուրջ կարող են համախմբվել բոլոր ուժերը եւ ինչ-որ պայմանավորվածության վրա։ Այսինքն, այս նախագահական ընտրությունների եւ հետագայի վերաբերյալ, մինչև 2015 Շատ լավ հարց եք տալիս, շատ լավ հարց եք տալիս, ուրեմն ես ասեմ, որ ընդհանրապես սովորաբար անցումային փուլերում տարբեր երկրներում տարբեր մոդելներ են կիրառում եւ խորհրդարանական եւ կիսանախագահական, ասեմ, որ չկա լավ եւ վատ մոդել, ես կարող եմ ցույց տալ երկրներ, որտեղ շատ էֆեկտիվ աշխատել է կիսանախագահական մոդելը, օրինակ ասենք այսօրվա Արևելյան Եվրոպայի երկրների մեծ մասում կիսանախագահական մոդելն է աշխատում եւ աշխատել է խորհրդարանական կառավարման մոդել անցումային փուլի, այսպես ասած Մարշալյան ծրագիրը, որ իրականացում էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, Արևմտյան Եվրոպայի գրեթե բոլոր երկրները անցան խորհրդարանական կառավարման համակարգով անցան անցումային փուլի եւ ասեմ, որ այստեղ շատ էական տարբերություն չկա, բայց ամեն մի երկրում կա իր սպეციფիկա։ Նույնը կարելի ասել, ասենք մաժորիտար, տարբերակով ընտրությունները անցկացնել, էլի նորմալ վիճակ, նորմալ տարբերակ է, տարբեր երկրներում տարբեր ձև է օգտագործում, սակայն հայաստանյան փորձը ցույց տվեց, որ կիսանախագահական համակարգը ըստ էության բերեց այդ անձերի գործոնի մեծացմանը եւ թույլ չտվեց, որ Հայաստանում քաղաքական իսույթները լիարժեքորեն զարգանան։ Սա իմ կարծիքով արդեն համընդհանուր կոնսենսուս է դարձել արդեն քաղաքական համար։ Ես կարծում եմ, որ լավ կլինի, որ այդ գաղափարը լինի նաեւ կոնսոլիդացված գաղափար, բայց միայն այդ գաղափարը քիչ է, որպեսզի Հայաստանը կարողանա նոր տեսիլ ունենա։ Հայաստանը մինչ այսօր զարգացել է վայրի կապիտալիզմի մոդելով։ Ես կարծում եմ, որ ժամանակն է, որ ստեղծան առաջ բերվի արդեն մարդկային դեմքով կապիտալիզմի անցնելու, այսինքն այսպես կոչված ժողովրդավարական կապիտալիզմի անցնելու ժամանակում սոցիալական փոփոխություն է պետք, սոցիալական կառուցվածքի փոփոխություն է պետք, որ հասարակությունը ի վերջո զգա, որ իսկապես այս փոփոխությունը 2013 թվականի իր համար շատ կարևոր փոփոխություն է լինելու։ Ես կարծում եմ, որ այստեղ պետք է լուրջ մտածել այդ բաների մասին եւ եթե քաղաքական ուժերը նույն ԲՀԿ-ն ես կարծում եմ առաջարկել է, կարծում եմ, որ դաշնակցությունը դեմ չէ, նույն ժառանգությունը դեմ չէ,
ՀԱԿ-ը ըստ էության մաժորիտարի մասով կողմ է, խորհրդարանի մասով դեռ քննարկում են։ Ես կարծում եմ, որ եթե ըստ էության որոշակի այդպիսի կոնսոլիդացիա գնա, եւ եթե ծրագրերի համադրություն լինի եւ ընդհանուր հայտարարի գալացի, որ գալիք հաջորդ նախագահը ինքը գալու է ոչ թե ամբողջ ժամկետով, այլ որոշակի ինչ-որ մի ժամկետով, որովհետեւ կարողանա իրականացնել այդ փոփոխությունները եւ այդ փոփոխությունների արդյունքում ինքը հեռանա, այսինքն օրինակ վերը Իդինա Իվանիշվիլին հայտարարել է, որ ինքը իրականացնել է իր ծրագրերը բարեփոխումների Վրաստանում եւ 2014 թվականին հեռանալու է քաղաքական դաշտից։ Այսինքն մարդը ունի երազանք, մարդը ունի իդեա, ինքը գալիս է այդ իդեա, որը իրականացնում համարում եք, որ հանրապետականը համաձայնվի այդ համաձայնվի հանրապետականը արդեն հայտարարել է, որ ինքը չի համաձայնում դրա հետ։ Ես կուզեի, որ իսկապես համաձայնվենք, բայց իրենք հայտարարում են, որ դե գիտեք, դա արդեն պետք է հանրապետական կուսակցության ներկայացուցիչներին հարցնենք, որովհետեւ իրենց պետք է հարցնենք, որպեսզի իրենք ձեր պատասխանեն։ Ես կարծում եմ, որ իրենք չեն համաձայնվի։ Հնարավոր է թե հնարավոր։ Հիմա ես ասեմ, նախ ձեր ասած, որ նման խորհրդարանական կառավարումը առաջարկել են ընդդիմադիր ուժերը, ես նրանց ընդդիմադիր չեն համարում, եթե կա արևտ, ասեմ ինչի, եթե կա արևտրի սեղան, եթե կա արևտրի սեղան եւ տարբեր մասնակիցները իրենց շահեր են բրդում եւ ինչ որ մեկը մյուսը չի համաձայնում, դա չեղավ որ ինքը ընդդիմադիր է, այտենց կստացվի սա բիզնեսի մի մասը ընդդիմադիր է, մյուս մասը ընդդիմադիր չի։ Եթե գաղափարների մասով, ուրեմն չկա ոչ մի ընդդիմադիր ուժ։ Երկրորդը, որն է ավելի լավ նախագահական եւ կամ խորհրդարանական։ Հայաստանում ամեն ինչը հիմա վատն է լինելու, ասեմ ինչու։ Որովհետեւ 91 թվականից մեզ մոտ հաղթեց բացասական ընտրասերումը, սելեկցիան եւ կառավարման բուրգի վերևում հայտնվեցին ոչ ամենալավ ներկայացուցիչները ազգի, իսկ իրանք վատ վարորդներ են։ 91 թվականից Հայաստանի այս վիճակը ցույց է տալիս, որ իրանք վատ կառավարիչներ են։ Հետևաբար, եթե վատ վարորդին զապարոժեց մեքենայից նստեցնեք Bentley, էլի վատ արդյունք է լինելու։ Դրա համար կապ չունի ինչ համակարգ է հիմա, ընդհանրապես այս գործով վերնախավը պետք է հեռանա։ Հիմա այդ վերնախավն է խանգարում Հայաստանի զարգացմանը։ Այդ վերնախավն է բերում, որ ընտրությունները դառել են չընտրություններ կամ այսպես կոչված օլիմպիական խաղեր, որ ազգանունն է հաղթելու։ Ոչ մի ծրագրային տարբերություն չկա։ Հիմա մի բան էլ ասեմ։ Հաճախ որ ուզում են ասել, որ ավելի լավ է անցնել խորհրդարանական, ասում են դե երեք նախագահներն են մեզ չեն գոհացնում։ Կներեք, իսկ որ խորհրդարանն է մեզ գոհացնում։ Խորհրդարաններն են, չէ՞ մեզ չեն գոհացնում։ Դրա համար եմ ասում, անիմաստ է։ Ես մի քանի ռեպլիկներ ասեմ, նախ սկսենք խորհրդարանից։ Ի վերջո այս համակարգում խորհրդարանը դակիչ մեքենա է այս ներկայացնում, լիարժեք խորհրդարան չի։ Այսինքն այս կիսանախագահական համակարգի կոնցեպտի մեջ չկա տեղական ինքնակառավարման համակարգ, դուք հիշում եք, որ մենք ունեինք 90-ական թվականներին սովետականությունից ժառանգած տեղական ինքնակառավարման համակարգ, որը աշխատում էր ճիշտ է շատ լավ թե վատ, այս պայմաններում տեղական ինքնակառավարման համակարգ գոյություն չունի։ Ոչ մեկ քաղաքական ինստիտուտներին չէր գնում, ոչ մեկ բոլորը դա ֆորմալ դեր էր կատարում, այսինքն այս քաղաքական համակարգը չի աշխատում ուղղակի։ Իսկ նա խորհրդարանը, այս խորհրդարանը երբևիցե լուրջ դեր չի կատարել, եւ դա մարդիկ այս խորհրդանից երբևիցե լուրջ սպասելիք չեն ունեցել։ Շատ պարզ չէ, որ այսպիսի խորհրդարանը ցույց տալով ասել դեք այս խորհրդարանը, եթե մենք անցնենք խորհրդարանական համակարգի, այսպիսի խորհրդարան կլինի, սա ուղղակի կներեք, բայց մեր մասած ընդհանուր ճիշտ չէ, որովհետեւ այս խորհրդարանը, այս համակարգի էլեմենտն է։ Եթե մենք խորհրդարան տալիս ենք կարգավիճակ, արդեն որոշակի ամբողջովին փոխվում է վիճակը։ Այդ ժամանակ արդեն մարդիկ սպասելիք են ունենում խորհրդարանական ընտրություններից ոչ թե նախագահական։ Մարդիկ, եթե դուք նկատել եք, եթե մարդիկ տեղական ընտրություններից սպասելիքներ չունեն, քաղաքապետի ընտրությունների, գիտեմ, քաղաքապետի ընտրությունների սպասելիքներ չունեն, նույնիսկ խորհրդարանական ընտրություններից մարդիկ Իսկ կենցաղային ընտրություններ են ընկալվում։ Ցավոք սրտի միակ ընտրությունը Հայաստանում դա նախագահական ընտրությունն է, որտեղ մարդիկ քաղաքական ընտրությունի են գնում, որտեղ աշխատի գործոնը շատ ավելի քիչ է։ Եթե մենք փոխենք այդ կարգավիճակը, եթե մենք խորհրդարանական ընտրությունները սարքենք գլխավոր քաղաքական ընտրությունները,
ապա ես կարծում եմ որ հասարակության միջև փոփոխություն կլինի, մարդիկ կհասկանան որ խորհրդանից արդեն բան է կապ փոխվում։ Այսա արդեն փոխվի շատ ներողություն, մի բան ասեմ, անգամ եթե գնա ձեր սցենարը, տեսեք ինչ է լինելու։ Այս նոր կարգավիճակով խորհրդարանում նույն կուսակցությունների նույն դեպքեր են լինելու ու դուք հավատում եք որ իրանք նույն կարգավիճակով պայծառատեսությամբ կզբաղվեն, ոչ, նույն դեպքեր են լինելու, մենք իրանք տեսել ենք։ Ձեր խոսքի հենց սկզբում նշեցիք, վկայեցիք, որ Հայաստանում կուսակցությունները չեն կայացած, անձերն են կայացած։ Անձերն չեն։ Համեն անձերի իշխանություն է, հա։ Ես համաձայն եմ դրել, սա ֆիզիկական անձերի իշխանություն է։ Բայց ֆիզիկական անձերի իշխանությունը դա ոչ թե օդից է կամ լուսնից է իջել, այլև համակարգն է ծնել այդպիսի վիճակ։ Որտեւ գիտեք, ես մի օրինակ բերեմ, Հյուսիսային Կորեան մարդիկ սովից մեռնում են, որտեւ այնտեղ կա կոմունիստական տոտալիտար համակարգ։ Հարավային Կորեան ծաղկում է, որտեւ նույն ժողովուրդն է։ Հարավային Կորեան ծաղկում է, որտեւ այնտեղ կա նորմալ դեմոկրատական համակարգ։ Տալիս ես ժողովրդին այդ նորմալ համակարգը, ժողովուրդը սկսում է զարգանալ, ծաղկել։ Ես չեմ կարծում որ հայ ժողովուրդը ինքը չի սիրում սեփական հայրենիքը, չի սիրում աշխատել եւ ուզում է փախնել, ինքը ընդհանրապես ցիգանի կարգավիճակով է ուզում մտածողություն ունի բան։ Ես այդպես չեմ մտածում։ Եթե համակարգը ըստ էության չի աշխատում, ուրեմն պետք է փոխել այդ համակարգը։ Ես չեմ ասում որ կիսանախագահական համակարգը ընդհանրապես վատն է։ Հայաստանում չի աշխատում։ Ես չեմ ասում որ մաժորիտար ընտրական համակարգը վատն է։ Հայաստանում դա չի աշխատում ուղղակիորեն։ Այսինքն տարբեր մի ժողովուրդի սպეციფიკան ունի, սպეციფիկ սիտուացիա է։ Եվ այդ իմաստով, տեսեք, ես ուրիշ բան ասում, խորհրդարանական կուսակցությունները կարող են բերեն գեներացիայի, եւ ձեր ասած ես համաձայն եմ ձեր, եւ ձեր ասած չկայացած կուսակցությունների իմ բանը, այսպես ասած, կոնվերգենցիան իրար մեջ, իսկապես կամաց կձևավորեն քաղաքական ուժեր։ Քաղաքական ուժերը կարող են ձևավորել միայն այդպիսի համակարգի պայմաններում։ Իսկ մենք այնքան ասացինք, որ քաղաքական ուժերը կայացած չեն, դրա համար խորհրդարանականի չանցնենք, որ ընդհանրապես չկայացան քաղաքական ուժերը։ Լավ, կանխատեսում, հա, ինչպես ասեն աշնորհակալություն, բայց այնուամենայնիվ ձեր կարծիքով ովքեր կառաջադրվեն։ Այն որ պարոն Մեսրոպյան դա չի առանձնապես կարևորում, հա, կառաջադրվեն առաջին երկրորդ նախագահները Գալիկ Ծառուկյանը եւ ձեր Սարգսյանը կարծես թե հստակ է որ Ես կարծում եմ որ Հովհաննիսյանը հստակ է։ Ես կարծում եմ որ կառաջադրվի գործող նախագահը։ Ես կարծում եմ որ կառաջադրվի ԴՀԿ-ի ղեկավար Ծառուկյանը։ Ես կարծում եմ որ կառաջադրվի որտեղ ինքը այսօր դատությամբ բոլոր հարցում են ցույց տալիս որ ամենաբարձր վարկանիշը ունի եւ անտրամաբանական է որ ինքը առաջադրվեր։ Ես կարծում եմ որ առաջադրվի նաեւ Ռաֆի Հովհաննիսյանը։ Ինչ վերաբերում է Դաշնակցությանը եւ ՀԱԿ-ին, ապա ես կարծում եմ որ եւ Դաշնակցության մեջ եւ ՀԱԿ-ում կառաջանա միտում կոնսոլիդացվել մի կոնկրետ բևեռի շուրջ եւ կոնկրետ ծրագրի շուրջ։ Կոնկրետ ծրագիր եւ չեմ բացառում որ դա լինի իսկապես Գալիկ Ծառուկյանը, որովհետեւ այդ եթե կոնկրետ առարկա, եթե ոչ թե անձի շուրջ դա կոնսոլիդացիա կլինի, այլ ծրագրի շուրջ։ Եթե առաջարկվի ծրագիր, որը չի լինի ասենք միայն Բարգավաճի ծրագիրը, որը չի լինի միայն Դաշնակցության կամ ՀԱԿ-ի ծրագիրը, այլ կլինի որ իսկապես մի նոր ծրագիր, որը պարոն Մեսրոպյանի գաղափարին ես լիովին համաձայն եմ որ Հայաստանում անդադ գնացել է օլիմպիական խաղերի մի բան անձերի պայքարը գնացել մինչև հիմա եւ մարդիկ մինչև հիմա չեն հասկանում թե անձերի մեջ որն է լավը թե որն է վատը եւ կարծում եմ որ եթե իսկապես մենք այս անգամ առաջարկենք ծրագիր, առարկայական ծրագիր, որպես տեսանելի լինի հասարակ մարդու համար, ինչպես անենք որ այդ ծրագրի արդյունքում փոխվի խաղի կանոնները քաղաքական դաշտում, տնտեսական դաշտում, որ նորմալ մարդը կարողանա ինտեգրվել process-ների մեջ, այլ ոչ թե խաղից դուրս վիճակի ֆինա, որ ասես Ռոբերտ Քոչարյանի շուրջ բանոզում։ Դե գիտեք ես նույնպես եմ կրկնում, ցանկացած ժամանակահատված իր լիդերին է բերում 96 թվականին բերեց Վազգեն Մանուկյանին 2008 թվականին Կարեն Դեմիրճյանը թատերաբեմ դուրս եկավ 2003 թվականին հասարակությունը որոշեց որ այլընտրանքը պետք է լինի Ստեփան Դեմիրճյանը 2003-ին կներեք 2008 թվականին հասարակությունը որոշում կայացրեց որ պետք է լինի Լևոն Տեր-Պետրոսյանը այս անգամ այնպիսի տպավորություն կա որ գոնե ասենք սպասելիքները կան արդեն ես միտք որսած ես բան ուզում նշեմ ստեղ որտեղ շատ կարևոր հանգամանք է երբ որ այդ պահանջները գալիս է Անպայման չի որ այդ մարդիկ որ գալիս են դրանք ամենա ասենք չգիտեմ ինչ որ մարդիկ են լինում որ ուղղակի հասարակությունը այդ մարդուն է այդ պահին տեսնում ինչպես որ ասենք օրինակ Օբամային է տեսնում Միացյալ Նահանգներում այդ մարդուն կամ չգիտեմ Ռումնիին Ես ասեմ մեր քաղաքական վերնախավում չկա կոնսոլիդացնող անձ բոլորը պառակտող են որովհետև եթե իրանք չեն բերում իրենց այդ ապագայի տեսլականը ուրեմն բոլորը պառակտող են անկախ նրանից որ ազգանունն է որ կուսակցությունն
Սա մեկ, երկրորդը, իսկ դուր եկավ ձեր միտքը, որ բարձրանում են թաթերաբեմ, մինչև այնտեղ մեզ մոտ թաթերաբեմա լինելու, մենք միշտ կունենանք խնդիրներ։ Իսկ ապագայի իմաստով մեզ ինչ է սպասում, մեզ սպասում է 2013 թվականի մարտ ամիսը հիասթափություն հերթական եւ արտագաղթի ուժգնացում, որովհետեւ չկա, ասեմ ինչու, որովհետեւ ցավոք սրտի մեզ մոտ ոչ միայն անձեր են սկսել որոշել, այսպես կոչված քաղաքական, դա